Ճանապարհներին հանդիպում ենք սունկ, չէ՞, դույլերով դրված կամ հատապտուղները արևի տակ, փոշու ներկայությամբ այդ մեքենաների վտանգավոր նյութերը, արտազատուկները, այդ մթերքների վրա։ Իսկ ձմերուկը օրինակ։ Հիմա թունավորումները լինում են նաև այսպես, երբ հով եղանակին, երբ մենք ուտում ենք նույն սննդամթերքը, մեզ այդ ոչինչ չի պատահում, չէ՞։ Այդ բակտերիաները չկան, չէ՞, իսկ շոկ եղանակին օրինակ հենց առաջին տեղում գրավում է հենց ձմերուկը, ինչ է կատարվում։ Ձմերուկ ուտում են ամռանը եւ թունավորում են։ Ինչու՞, որտեւ այդ ձմերուկը նախկինում պահվել է տաք տեղում, դրվել է ասֆալտի վրա ժամերով արևի ճառագայթների ազդեցության տակ։ Երկրորդ կարևորագույն մթերքը, որից շատ հաճախ նորից լինում է թունավորում, դա մեր սիրելի ինչն է, պաղպաղակը։ Հալվեց պաղպաղակը, նորից դրեցինք սառնան հետ սառետ, այդտեղ առաջանում է աղիքային ցուփիկ, ոսկեգույն ստաֆիլոկոկ, որը թունավորումների պատճառ կարող է հանդիսանալ։ Քաղցր գազավորված ըմպելիքը, սունկը, կոնսերվացված ձկնամթերքը եւ իհարկե ծանր սպիտակուցները, որը դժվար է ամռանը մարսելը։ Ինչ է նշանակում ծանր սպիտակուց։ Ասենք խոզի միս, տավարի միս, մեծ քանակությամբ օգտագործեցին քաղցր ըմպելիքը վրայից, գազավորված, ինչը տորտը, դեսերտը, կրեմային տորտերի միասին, իհարկե դժվար է մարսում, ելի եմ նշում, եթե ձեր օրգանիզմը օրինակ ստամոքսի, 12 մայտնի աղիք է կա որոշակի խնդիր, թունավորումը պատրաստ է։ Եվ ես շատ ուզեմ կարևորեմ նաև սալմոնելլայի արկայությունը հավի եւ ձվի բարգայում, եթե օգտագործում եք անպայման երկար եփեք, թե ձու։ Կարծես թե ծանր մանկություն է ունեցել։ Ոչ, ես ծանր կրթություն այո ունեցել եմ։ Անպայման օգտագործելուց առաջ պետք է անպայման լվանալ, արտադիր է դա համարվում։ Ոչ թե լվանալ եւ դնել սառնարանը, որտեղ օգտագործումից առաջ պետք է անպայման լվանալ, նոր օգտագործել։ Ամառվա հետ կապված կուզենայի եւս մեկ կարևորագույն կետ։ Ձմերուկը բանն է, լվանում ենք հնձոր դեղցիրան, իսկ կանաչին օրինակ։ Նու կանաչին պարզա, մորին, մոշը, դրանք էլ է պետք լվանալ անպայման։ Հա, իհարկե, անպայման։ Համը գնում ամա։ Չէ, ինչքան էլ համը գնա, ձեր առողջությունը կարծում եմ ավելի թանկ է։ Ազնվամորին լվանում ենք նորեն։ Բոլորը պետք է լվան, նման եթե դուք առել եք բակերից, փողոցից, փոշիների մեջից, լինում է այս տարի թունավորվել եմ թթից, բնականաբար երևի թութը ասեն լոբիկ էր։ Լոբի պետք է ուտեի աստորեն։ Վստահ եմ, որ այդ թութը երևի գետնից են հավաքել, չէ, ինչքան էլ լվացել էին, պետք չի հիշել, պետք չի հիշել այդ թութը գտել։ Շուկայից եմ գնել, այո։ Ծանոթ մարդկանց։ Տեսքի չէր երևում, որ վտանգավոր թութ է։ Ծանոթ ծառերի տակի թութ եկել։ Եվ